Շնորհակալություն պարոն Ավինյան, զեկույցի համար շատ հետաքրքիր էր, շատ մեծ ուշադրությամբ լսեցի, իրականում հարցերը շատ են, բայց կփորձեմ երկու բաժնով, խոսելով Երևանի մասին, ես չեմ կարող առանձին ուշադրություն դարձնել հենց Դավթաշենին, վերջերս ավարտեցին քարոզարշավ եւ բազմաթիվ բնակիչների խնդրանքն եմ ուզում ձեզ փոխանցեմ, հարգելի քաղաքապետ, եզակի վարչական շրջաններից է, որ չունի սպորտ դպրոց։ Եթե կա առաջիկա ծրագրերում Դավթաշենում կառուցել սպորտ դպրոց, որովհետև տեղն էլ կա, կարող եմ մատնանշել հետագայում, ուզում եմ ուրախությամբ նշել, որ 59 մանկապարտեզը հիմնանորոգվելու է, այսինքն երևի թե քանդվելու է նորը կառուցվի, սա մեզ հետևող քաղաքացիների համար, եւ խնդրում եմ խցանումների մասով պարոն Ավինյան, արդյոք կան ինչ-որ նոր ծրագրեր հենց կոնկրետ Դավթաշենի կամրջի խցանումները թեթևացնելու համար եւ ընդհանրապես Երևան քաղաքի խցանումների մասով, եթե կան նախագծեր նոր ճանապարհների, նոր կամուրջների կամ ինչ-որ նոր պրոյեկտներ, խնդրում եմ դա էլ նշեք եւ վերջի հարցս խոսեցիք կանաչ տարածքներից, շատ գովելի էր, որ ավելանում են կանաչ տարածքները, վերջապես որոշվեց, թե Դալմայի այգիները ինչ ճակատագիր պետք է ունենան եւ ինչ պետք է այնտեղ կառուցվի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, երևի հերթով գնամ, պարոն Թումասյան, մեր առաջնահերթությունը Դավթաշեն վարչական շրջանում սեփական տների սեկտորում մանկապարտեզի կառուցումն է եւ այնտեղ ունենք դպրոցի մի մասնաշենք, որը չի օգտագործվում եւ այդ մասնաշենքը ամենայն հավանականությամբ հենց այդ մասնաշենքը դառնալու է մանկապարտեզ, հիմնանորոգվելու է եւ դառնալու է մանկապարտեզ, ինչ վերաբերում է սպորտ դպրոցին, այո, քննարկումներ ունենք, բայց այս բանին վերջնական պատասխան չեմ կարող ասել, քանի որ այդ քննարկումները չեն ամփոփել։ Խցանումների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանը ստեղծել է հատուկ հիմնարկ երթևեկության կառավարման կենտրոնը Երևանի, որին տրվել է համապատասխան մասնագիտական ասպես ասած կազմ եւ ինքը հենց նպատակաուղղված է եղել թվային լուծումների ներդրման եւ վերլուծության համար եւ շատ ուրախ եմ, որ այս հիմնարկը արդեն իսկ սկսել է կոնկրետ արդյունքներ տալ եւ Երևան քաղաքում այս պայդրությամբ իրականացնում է մրցութային փուլում է գտնվում, իրականացնում է պիլոտային ծրագիր, որով որ չափումներ է իրականացնելու Երևան քաղաքի մուտքերում ավտոմեքենաների հոսքի եւ այս բոլոր հաշվարկների հիման վրա մեզ այս տարվա ընթացքում տալու է փոփոխությունների ծրագիր թե ինչ պետք է տեղի ունենա։ Նախ եկեք հասկանանք ինչու է առհասարակ Երևանում քաղաքում խցանումներ։ Առաջին եւ հիմնական պատճառը տնտեսական աճն է եւ այս տնտեսական աճը բերել է մարդատար ավտոմեքենաների քանակի, ահռելի ավտոմեքենաների քանակի աճի։ Եվ իրականում մենք որքան էլ Երևան քաղաքում ավելացնենք հանրային տրանսպորտը, որը մենք տարիների ընթացքում անընդհատ իրականացրել ենք, հանրային տրանսպորտը իր ժամանակացույցով չի կարողանալու աշխատել, եթե մենք չունենք սահմանափակում մարդատար ավտոմեքենաների համար։ Մարդատար ավտոմեքենաների համար վստահորեն պետք է մտցվեն որոշակի սահմանափակումներ եւ դրանք փոխարինվեն հանրային տրանսպորտի առանձնացված ուղեգծերով, ամբողջական ուղեգծերով եւ Երևան քաղաքում, ինչպես նաեւ եվրոպական բոլոր քաղաքներում իրականացվելու է այս ծրագիրը, բայց արդեն թվերի հիման վրա։ Այսինքն մենք այս պիլոտի արդյունքում ունենալու ենք հստակ թվեր, թե քանի ավտո է մուտք գործում այս պայդրությամբ Երևան քաղաք, ինչ չափի կայանման տեղեր պետք է ստեղծվեն քաղաքի մուտքերի մոտ, քաղաքի որ հատվածներում ինչ կայանման տեղեր պետք է ստեղծվեն եւ ինչ տեսակի սահմանափակումներ են մտնելու մարդատար ավտոմեքենաների համար եւ առանձնացված գծերը ավտոբուսային եւ տրոլեյբուսային, որ հատվածներով են անցնելու։ Սա է լինելու այն փաստահեն արդյունքը, որ մենք ունենալու ենք ԵԵԿԿ-ի աշխատանքի արդյունքում, Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի աշխատանքի արդյունքում եւ մենք հուսով ենք, որ նախնական պատկերը ունենալու ենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, իրականացնելու ենք 2027 թվականին։ Դալմայի այգիների մասով մենք այս պայդրությամբ նախագծման փուլում ենք, իրականացնում ենք 250 հեկտար
անտառ նախագծման աշխատանքներ եւ այդ հատվածում Նորագյուղի downtown ծրագրին զուգահեռ իրականացվելու է խիտ անտառապատման աշխատանքներ, այսինքն այդ հատվածում Երևան քաղաքում 250 հեկտարանոց անտառ է ստեղծվելու, որը որ առողջապահական միջազգային կազմակերպության մեր ցուցանիշը 1 քառակուսի 1 մարդու հաշվին 1.5 քառակուսի մետրով կանաչ տարածքները ավելացնելու է եւ այս պայդրությամբ 8.5 քառակուսի մետրը դառնալու է մոտավորապես 10։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար